Լեգենդար Time պարբերականը հարգելի բարեկամներ, ինչպես ամեն տարի, այս տարի եւս հրապարակեց տարվա մարտ անվանակարգը Time-ը։ Իդեպ Time-ը լուրջ պարբերականի մասին ենք խոսում, էլի կատակ բան չէ, եւ սովորաբար Time-ը իր առաջին շապիկին լուրջ ու լեգենդար դեմքերի է ունեցել որպես կանոն քաղաքական գործիչների դեղ տարբեր լուրջ մարդկանց կարճ ասած այս պահին այս տարվա մարտ անվանակարգում մարդիկ են ներկայացված ոչ թե մարտ այլ մարդիկ եւ արհեստական բանականության ճարտարապետները 1 2 3 4 5 6 7 8 հոգի է միանգամից Time պարբերականի շապիկին ողջ օր սրա մասին եմ մտածել մեր update լրատվականի անդրադարձը եւս սրան է եղել որ ինչ է արհեստական բանականությունը ինչ լուրջ ներդրմամբ մխրճվել է մեր իրականության մեջ այսպիսով ամերիկյան Time ամսագիրը տարվա մարտ է անվանել արհեստական բանականության ճարտարապետներին որոնց թվում են XAI գործադիր տնօրեն Իլոն Մասկը Meta-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալթմանը, արհեստական բանականության ճարտարապետները Time-ի կողմից ճանաչվել են 2025 թվականի տարվա մարտ կամ մարտիկ էս պարագայում։ Շապիկին, որը նախագծված է հայտնի ճաշ երկնաքերի վրա լուսանկարի նման, այդ Նյու Յորքյան հայտնի դրվագն է, Նյու Յորքյան 1932 թվականին Նյու Յորքին երկնաքերի վրա այդ նկարը կարծում եմ տեսել եք որ նստած են բանվորները նախաճաշ են անում հիմա այդ նույն ձևաչափով նստած են արդեն արհեստական բանականության ճարտարապետները եւ դա ինչ որ առումով կարծում եմ հարգանքի տուրք է անցյալին արհեստական բանականություն որը մխրճվել է մեր կյանք որը իհարկե ցանկացած բանը կներ իր նեգատիվ side effect-ները ունի բացական անդրադարձը ունի, ես չեմ բացառում դա, բայց վստահ եմ, որ այս հնարավորությունը կտա մարդկանց նորովի բացահայտելու կյանքը գիտական առումով, տեխնոլոգիական առումով, գուցե այո զգայական առումով մի քիչ սա վնաս է, բայց ես այն վատատեսներից չեմ այս պարագայում, այսօր մեր update լրատվականի մեջ այս թեմայի շուրջ խոսելով մատաղ սերնդին եմ խոսքս ուղղել, իհարկե ես դեռ երիտասարդ եմ, բայց մեծացող սերունդը 10 տարեկան, 15 տարեկան անգամ պատանիները, օրիորդները, իրանց կյանքը այսպիսով արդեն արհեստական բանականության մեջ է, եւ իրանց հարց եմ տալիս, իհարկե իրանք այդ տարիքում դժվար թե մեզ լսեն ու նայեն, բայց իրանց ծնողների շուրթերով գուցե եւս մեսիջը հասնի իրանց մեր սերունդը, իմ սերունդը 35 տարեկան դուք հարգելի ռադիոլսողներ ձեզնից շատերը իմ ծնողների տարիքին են ես գիտեմ որ մեր ռադիոն ավակ սերունդի հիմնական թիրախային լսարանը ավակ սերունդն է դուք որպես ասենք իմ ծնողների սերունդ 55, 60 եւ ավել տարիքի մարդիկ անգամ 40 տարեկանները մենք AI-ի սերունդը չենք մեզ շուրջ է AI-ը բայց մենք կրթվել ու մեծ կյանք ենք մտել, համասարան ու համասարաններ ենք ավարտել առանց արհեստական բանականության։ Եվ այսօրվա այն վերլուծությունը այս դրա շուրջ էր, որ եթե մենք որևէ հարց ենք ունեցել, այդ հարցի պատասխանը մենք հայերեն շատ սիրուն բառ կա, կոչվում է կռել ենք դա։ Ժամերով գրադարաններում գրողը տանի վեր ընկնելով, հանրագիտարաններ թերթելով, մենք հանրագիտարանի սերունդ ենք։ Ով է ինչ է հանրագիտարանը այդ նարնջագույն ավելի մանկական պատանեկության տարիներին ավելի հասուն տարիքում այդ կանաչ 12 հատորանոց հանրագիտարանը մուկ շագանակագույն էլի կային տարբեր տեսակի հատորներ կա մենք այդտեղից ենք կռել մեր գիտելիքները որպես կանոն Google-ը բան ավելի ուշ եկավ ել չեմ ասում AI-ի հարցերը բայց Ես գնահատական չեմ տալիս ով է ճիշտ, ով է սխալ, բայց ասում եմ մեր սերունդը, ծնողներիս սերունդը, պապերիս սերունդը, ձեր սերունդը ու մեր միասին, հա, մենք մի
ասում եմ մի ժամանակաշրջան եմ մեզ դիտարկում։ Լավից թե վատից կերտել ենք այս երկիրը այս ձևաչափով, այս բարքերով, այս հասարակությամբ եւ այս արժեքներով։ Ինչպիսին կկերտի արհեստական բանականության սերունդը վաղվա օրը, ինչպիսի արժեքներ նա կդնի դրա մեջ։ Դա արդեն ես լավատեսորեն եմ մոտենում, բայց դա ապագայի գնահատականն է։ Ես այսօր Չեխովի դպրոցում գործ ունեի եւ Չեխովի դպրոցի մոտ մի 40 րոպե բակում եմ եղել եւ ես տեսել եմ վաղուց չէի տեսել երեխաների համալսարանում դաս տալիս եմ մեկ ժուրնալիստիկայի ֆակուլտետ բան գնում եմ ավելի մեծ տարիքի պատանիներին, օրիորդներին ճանաչում եմ, բայց երեխաների հետ շփում չեմ ունեցել հայաստանյան եւ այսօր ես շատ հետաքրքիր բան բացահայտեցի։ Դեպ շատերն է քայլում էին դեպի Ազատության հրապարակի կողմ, բան ու այդ ճանապարհին իրանց հետ ուղեկցելով իրանց թեմաներն էի լսում։ Ես կարծում եմ վերջապես Հայաստանում հիմա մեծանում է սերունդ, որը պաթոսազուր կա։ Շատերին դա դուր չի գալիս։ Բա մեր չէ, վերջապես սերունդը առանց պաթոս։ Սովորում է, իմանում է ինչ-որ մի բան, ասենք, այսօրվա իմ կարծիքով 10-12 տարեկան երեխային կամ պատանուն ոնց ուզում եք գնահատեք, դժվար թե կարողանան այն բաները փոխանցել, ինչ որ մեզ էին փոխանցում դպրոցական տարիքին, ասենք, որ ասում ես հայրենիք ձերքդ սրտիդ պիտի դնես, որ ասում ես մայր Հայաստան այս սենց պիտի անես, սենց ինչ որ սենց հիմար բաներ, չէ, զգացմունքով չի, ինքը շատ ավելի ռացիոնալ է, զգայական կողմ, ու ես դրա համար եմ լավատես, կարծում եմ, որ այն հասարակությունը, որտեղ զգայականությունը դոմինանտ է, ինքը շատ ավելի վատ հասարակություն է, քան այն հասարակությունը, որտեղ իրատեսությունը, պրագմատիզմը ավելի, այսպես գերակշիռ է։ Եվ հիմա մեծանում է այդ սերունդը։ Հուսամ ենք այդ սերունդին չենք ապականի ինչպես շատ բան։ Ես հավատում եմ դրան։ Իր բոլոր նեգատիվ սայդ էֆեկտներով, իհարկե, կատարյալ ոչինչ չկա այս կյանքում, բայց ձեր մեկնաբանությունը կուզեմ նաև լսել։ Եթե ունեք ավելացնելու բան կամ գուցե համաձայն եք, գուցե համաձայն չեք, խնդրեմ 747 477 34 44 մեր ուղիղ եթերի հեռախոսը աշխատում է, կարող եք զանգարել ձեր մեկնաբանությունը, թեպետ այդտեղ տեսնեմ կոմենտներում էլ բավականին հաղորդագրություններ կա, սկսեմ երևի ձեր հաղորդագրություններից։ AI is the destruction of school system։ Դե հիմա ես էլի եմ շատերից եմ լսել, որ քանդում է դպրոցային համակարգը, որովհետև ամեն հարցի պատասխանը 1, 2, 3 բառ հայտնում ես եւ ինքը քեզ պատասխան, դու էլ մտածելու բան չունես, մենք կարանք դա բայց ուրիշ տեսանկյունից դիտարկենք։ Մենք կրել ենք շատ ինֆորմացիաներ, որոնք օրինակ մեզ պետք չեն, կյանքում պետք չի եկե։ Եվ մենք բայց դա կրում ենք։ Ամենաբարձր սարը, ամենացածր ձորը, ամենաշատ ու տենց լիքը ու շատերը ես էլ է թվում, գլուխ էի գովում։ Ուզում ես 100 հատ հարց տու 100-ն է, ասես բաներ էինք անում։ Հասկանում եմ, որ դա իմանալով գուցե եւ մենք այն որ ասած self creation-ը մեր ուրիշ ձև է, որ դու գիտես, դու ուրիշ մարդ ես, երբ որ այդ 100 հարցը չգիտես, դու ուրիշ մարդ ես։ Ես դա հասկանում եմ։ Բայց իմ կարծիքով ժամանակացույցը փոխվել է։ Հիմա պարտադիր չի իմանալ Բաբելմանդեփի նեղուցի մասին, բայց շատ կարևոր է իմանալ ինչպես օրինակ CV գրել։ Իսկ ես CV չգիտեի ինչ բան է։ CV չգիտենք ինչ, հիմա գիտենք, բայց առաջ չգիտեինք ինչ բան է։ Իմ կարծիքով շատ ավելի լավ է Բրունեյ Բարուսալամ Դանդար Սերի Բեգավան մայրաքաղաքը չիմանալ, ինչպես որ գիտեինք մենք։ Բրունեյի մայրաքաղաքը աշխարհի ամենաերկար մայրաքաղաքի անունն է Բրունեյի Դարուսալամ Բանդար Սերի Բեգավան։ Նենց է ասում ենք, մտում տեղը գիտենք, պիտի ցույց տայինք։ Բայց շատ ավելի կարևոր է իմանալ ինչպես օրինակ թաղապետարան դիմում գրել։ Չէ՞։ Չգիտեմ, կառավարությանը դիմում գրել։ Այստեղ եմ ասում, որ պաթոսը, որ մեր դպրոցին ես հաճախ եմ, ես գերազանց եմ ավարտել, բայց ես հաճախ քննադատել եմ դպրոց, ես եղել եմ դպրոցի հայկական դպրոցի ամենամեծ ընդվզիչը ես եմ եղել։ Մինչև այսօր։ Այն ինչ որ կատարվել է մեր դպրոցներում,
վարակույրի փող հավաքելուց, մարտի 8-ի ու նոր տարվա նվերներ գնելուց, դասղեկներին կաշառելուց, մաթեմատիկայի ու մնացած առարկաների բարդ առարկաներ, էլի ֆիզիկա, մաթեմատիկա, քիմիա, պիտի անպայման դասատուի մոտ պարապեիր, որովհետեւ թե չպարապեիր գնահատական չէիր ստանա։ Այդ հասարակության մեջից դուրս եկած մարդիկ են հողը սեփականաշնորում, Սևանի ափին դղյակ սարքում կոպեկներով, ծառը կտրում են բուտկա են դնում, որտեղ ծխախոտ են վաճառում անչափահասներին։ Այդ ամենը դպրոցից է, չէ՞ դուրս եկե, որ ասում են դպրոցը շենացնենք, ամենակարևոր բանը այդ է։ Դպրոցը շենացնենք, մեծացնենք դպրոցում այն հասարակությունը, որ պատերից դուրս գա, կերտի են երկիրը, որը մենք երազում ենք, չի լինի հակառակ դեպքում։ Չի կարող փոքրուց Ես իմ մասին եմ խոսում։ Ես գործ չունեմ ուրիշի հետ։ Չի կարող ծնող կոմիտեի հետ 5000 դրամ կաշառքները ձեռը մանեկած վարակույրի փող հավաքած, բայց վարակույր երբեք չկախած սերունդը փոքր տենց մեծանա ու հանկարծ ինքը լինի օրինապաշտ քաղաքացի։ Ես օրինապաշտ դարա գուցե ես Ամերիկայում մեծացա իմ բախտը բերեց։ Միգուցե ես Հայաստանում նայել կոռուպցիոներ մի կեղտել ես լինեի։ Չեմ բացառում։ Որովհետև հասարակությունը կեցությունն է որոշում գիտակցությունը։ Այդ ես ով եմ, որ փոխեմ դա դասական բանն է, մեր իրականությունն է, դասական ապրելակերպն է, կեցությունն է որոշում գիտակցությունը, դու չես կարող ուրիշ ձև։ Եթե դու ապրեիր գողավազակ հասարակության մեջ, գողավազակել դու ես դառնում։ Իսկ մեզ մոտ գողապետությունը դեռ շարունակում է որոշ վերապահումներով ես չեմ առարկում, որ քայլեր է ձեռնարկվում, փոխվում է, դպրոցն է առողջանում։ Թող քննադատեն, բայց դպրոցը առողջանում է։ Ես գիտեմ, ես մեջն եմ, ես գիտեմ դա։ Ինչ ուզում են թող ասեն։ Վերջապես մենք սովորում ենք մեր մասին, մեր պետության մասին, մենք ինքներս ենք տնօրինում մեր պատմությունը։ Ու որ այդ ընդդիմախոսները, որ ասում են եկեղեցու պատմությունը վերացրեց, սրանք այնքան ընդդիմադդմիկ են, որ չեն ասում եկեղեցու պատմություն չես կարա վերացնես, ավանակ չես կարա վերացնես։ Եկեղեցու պատմությունը առանձին առարկա դարձրեցին Քոչարյանի օրոք։ Լավ է թե վատ է այդ ուրիշ պատմություն է։ Հիմա պատմությունից են, չէ՞ պոկե։ Հիմա եթե պոկեին, նույն բանը հիմա էին ասելու առանձին պատմությունը առանձնացրեցին հայոց պատմությունից եկեղեցու պատմությունը, որ դարձնեն առանձին ինչ որ մի մաս, չէ որ դա մեր մասնիկն է պատմության։ Հիմա մասնիկն են պատմության դարձնում։ Ես լավ հիշում եմ ընկեր Անատոլյանը, եթե մեզ հանկարծ լսում է մեր պատմության դասատուներ 2003 թիվներ, երբ որ այդ օրենքը հանեցին, որ պիտի պատմությունից հանեն եկեղեցու պատմությունը դառնա առանձին առարկա, կնիկը հայերեն բառ կա, կոչվում է բեզարել էր, գժվել էր, հոգն է գժվե, որովհետև տարել էին վերապատրաստման, ասում է, ես սաղ կյանքս պատմության ուսուցիչ եմ եղել, երբեք չեմ պատկերացրել, որ հայոց պատմության մեջից առանձին առարկա կծնվի կոչվի հայոց եկեղեցու պատմություն։ Հիմա հետ են դնում տեղը։ Եկեղեցու դեմ, որովհետև տենց է պետք ներկայացնել։ Այդ դա շարքային այն պրոպագանդան է, որը կատարվում է մեր շուրջը։ Հայոց պատմության եւ Հայաստանի հետ ես ընդդիմախոս եմ, ես դա ասել եմ նաեւ պատկան մարմիններին, հիմա եթերում եմ կրկնում, դրա հետ համաձայն չեմ, որովհետեւ կարծում եմ հենց հայոց պատմությունն է մեր պատմությունը, թող լինի հայոց պատմություն։ Ես հասկանում եմ, որ դուք ուզում եք Հայաստանի պատմություն, հարգելի սեղանակիցներ, իշխանության անդամներ, ում մասին որ պետք է հասկանում եք ում մասին։ Ես դա չեմ ընդունում այն առումով, որ կարծես սխալ որոշում է դա այս պահին։ Թող էլի հայոց պատմություն լինի, բովանդակությունը թող լինի Հայաստանի, բայց երբ որ վերնագիրը փոխում ես Հայաստանի, այդ մի քիչ նեղ մտածելակերպ է ինձ հիշեցնում, բայց հասկանում եմ, գուցե տենց է պետք հիմա բովանդակության առումով այնտեղ ուզում եք սևեռել Հայաստանի Հանրապետության վրա ավելի շատ, ներկայի վրա եւ այլն։ Իմ կարծիքով պիտի մենք այդ սոցիալական մեր առարկաների վրա ավելի ուշադրություն դարձնեինք, որովհետեւ մենք դպրոցում այդ առումով սովորում ենք ամեն ինչ, բացի կյանքում պիտանի բաներից, կյանքի որպես քաղաքացի մենք իրավունքի դաս էինք անցնում, ես երբեք չեմ հիշում ենք մի հատ հասարակ դիմում գրելու բան սովորեինք։ Դա ամենօրյա ռեժիմով, որ ստուգողական էին գրում, ամենօրյա ռեժիմով դա պիտի լիներ։ Ոնց են դիմում գրում, ոնց են CV կազմում, ռեզումեն ինչ բան է, A4 ֆորմատի նկարը, որովհետև դա ամեն մարդ առերեսվում է դրա հետ։
Ինչպես ճիշտ կազմել ինքնակենսագրականը, որտեղից սկսել, ոնց ավարտվել, բանավոր խոսքը չունեինք։ Բանավոր խոսքը բանն էր, ասմունքն էր։ Ոտանավորը անգիր ասենք բան։ Ես երազում էի, ես որ այստեղ Ամերիկայում սովորեցի, որ բոլոր երազանքներս աստիճանաբար իրականանում էին այդ առումով, որ աշակերտը ամբիոնի մոտ խոսքի դասա, հա, այդ բանը, սփիչը, պիտի գրեր, ամբիոնից խոսել, մենք խոսել չգիտենք, խոսել, որտեվ որտեղից իմանանք այդ խոսելը, գրողը տանի, ավակ սերունդը ընդհանրապես չգիտի, որտեվ երկու բառ ասում արդեն ձեռով ոտով բան ուղեղը չի հասցնում բառամթերքը մատակարարել, դրա համար վերջույթներն է սկսում թափ տալ։ Այդ աշխարհի բանն է այդպես։ Պիտի կարողանանք եւ ես կարծում եմ այդ ուղու վրա ենք, մնացածը արդեն թողնում եմ ձեզ։ Այո, Ռաֆայել ջան, համաձայն եմ։ Ողջույն։ Շատ ճիշտ է, Ռաֆայել ջան, Նարա Ասլանյանն է ասում, բարև ձեզ հարգելի։ Նարա ուրախն եմ, որ միացել եք Թահանգայից, բարևներ Խորեն Պոտիկյանը, ջերմ բարևներ, Գուհար Կարեյանն է գրում, բարև ձեզ Լեյք Բալբոան ներկա է, Ռաֆայել ջան, բարով եկար, Սիրանուշ Ստեփանյանը, Խաչիկ Դեմիրճյանը, Մոնտոբելոից բարևներ, Գլենդելից բարևներ, Սուրեն Դավիթ Իսմայելյանը, բարև ձեզ ընկերներ, ուրախ եմ, որ լսում եք, միանում եք մեր քննարկումներին, հաճելի է շատ։ Վիտիար քաղաք Զաքար Գասպարյանն էլ է այստեղ։ Ինչ լավ է հիշեցնում Էմմի Ստեփանին սրտիկներ է ուղարկում։ Դե մենք բոլորս անցյալից ենք, ինչպես ասում էր դասականը։ Մենք բոլորս անցյալից ենք ու այդ անցյալն է մեզ նաև կերտում մեծ հաշվով դրա համար։ Պաթոսազուրկ։ Ես լավ հիշում եմ պատմության ուսուցչուհին, երբ որ ասում է իր Հայաստան, պիտի անպայման ձեռքը դներ սրտիդ։ Ընկերներ, հայրենասիրությունը բացարձակ դրա հետ կապ չունի։ Բացարձակ։ Այն կեղծա։ Հիմա կասեն, բա Ամերիկայում որ դրոշի մասին ասում ես, պիտի դրոշին ձեռը դնես բան։ Դե ընկերներ, դա էլ կեղծ հայրենասիրություն է։ Իսկ ով ասեց, որ դա է ճիշտ։ Հայրենասիրության, եթե ես լինեի ինչ որ պատկան մարմին, այս առումով բոլոր դպրոցներում ճանաչել իմաստություն եւ զխրատ իմանալ զբանս հանճարոյ մեր առաջին եւ սուրբ նախադասության շարունակությամբ կամ որպես երկրորդ version կառաջարկի հետեւյալ գաղափարախոսությունը. հայրենասիրության ճիշտ չափանիշը օգտակար ու գեղեցիկ կյանքով ապրելն է։ Ես մի քանի անգամ եթերում եմ սրա մասին խոսել։ Համահայկական առավոտ հաղորդումը, եթե կհիշեք, մենք 10 տարի Լոս Անջելեսի եթերում ամեն առավոտ ուղիղ եթերում հանդիպել ենք համահայկական առավոտի իմ ռադիո լսողն բան հեռուստադիտողները կհիշեն, ես բոլոր եթերները ավարտում էի հետևյալ նախադասությամբ եւ հիշեք հայրենասիրության ճիշտ չափանիշը օգտակար ու գեղեցիկ կյանքով ապրելն է։ Ես վստահեցնում եմ ձեզ, եթե ամեն մեկս օգտակար ու գեղեցիկ կյանքով ապրենք, հենց հայրենասիրության ճիշտ մոդելը այդ կլինի։ Օգտակար կյանք, այսինքն մեր գործունեությունը օգուտ տա։ Օգուտ տա մեր ընտանիքին, օգուտ տա մեր շենքին, օգուտ տա մեր թաղին, օգուտ տա մեր փողոցին։ Չեմ ասում երկրին, որովհետև եթե շենքին, փողոցին, բակին օգուտ տա, երկրին է օգուտ կտա։ Մեզ միշտ թվում է, թե որ ես Ռաֆայելս կամ Բայանդուրը կամ Լաուրցյան պետությունը պիտի փոխի։ Չէ։ Մենք չունենք այդ ուժը։ Մենք պիտի փոխենք մեր լեվելի չափ։ Երջանիկ ընտանիք ստեղծի, լավ տուն ու տեղ դիր, օրինապաշտ քաղաքացի եղի, մի բեր դռանը դեմը երկու հատ մեծ լախ ծուռ կպցրա, որ հարևաններ են գտեն ջարտուփշուր լինեն։ Կարող ես ամբողջ այդ 2 մետր քառակուսին մեծ լախարա, ոնց որ ես ամբողջ մուտքը վերանորոգեցի։ Չես կարող, եղբայր ջան, բայց մի դիր քո դիմաց այդ 2 հատ մեծ լախը, որովհետև դա լավ բան չի։ Որովհետև դու հայտնի դասականն է ասում, չէ, 2 սանտիմետրով բարձր ես բոլորից։ Դա լավ բան չի։ Մանավանդ երբ որ ծուռա եւ պոկած։ Այստեղ է մեր ամբողջ փիլիսոփայությունը։ Կարող ես բակդ բարեկարգի։ Ինչ հիշում եմ, ես հայրական շենքում եմ տուն առել, այդ պատմել եմ այդ պատմությունը։ Հայրական շենքում եմ տուն առել, այսինքն իմ մանկության տարիներից ինչ հիշում եմ, այդ խողովակը կեղտաջրերի հոսում էր, ծփում էր Սևանը, բայց Սևանը չէր, կոյուղին են գարշահոտությամբ, այս վերևից սենց իջնում էր ներքև։
գնդակ էին գլորում, ընկնում էր այդ ցեխաջրի մեջը խոլերանուց։ Ամերիկայից եկա դեռ հոսում էր Սևանը, այդ նույն ձև հոսում էր դա։ Զանգեցինք։ Եթերում էի աշխատում։ Բան։ Նոր Հայաստան հեռուստաընկերության նոր առավոտ հաղորդումը։ Ուղիղ եթերում զանգում են քաղաքապետարան։ Բարև ձեզ, զանգում են ուղիղ եթերից։ Այո։ Ես ինչ հասցեի, ես ինչ բանը, ես նկարած ունեմ այդ փոսի մեջ կոյուղու այդ կեղտաջրերի մեջ, որ չգան ընկնեն մեջը, բազմոց էր դրած։ Բազմոց, հեսա ցույց եմ տալի։ Ես կգտնեմ այդ նկարը, ովքեր Facebook-ով պատկերացնես, բազմոց։ Դες բան ֆիլմում չես տեսնի։ Բազմոց ջարդ ու փշուր մի հատ բազմոց, չգիտեմ որտե, բերել են դրել են փոսի մեջ, որ մարդիկ չընկնեն մեջը, բայց ոչ ոք չի զանգի քաղաքապետարան, մենք հո գործ տվող չենք, ախպեր ջան, ոչ ոք։ Զանգեցին եթեր։ Մինչև հիմա ասում են եթերը չեր պրծեի կան։ Ճիշտ է, շատ վատ սարքեցին, հետո մի հատ էլ երկրորդ անգամ one more time, որպես հին հայկական ավանդույթ, եւս մեկ անգամ, բայց կապ չունի, սարքեցին, չկա։ Կոյուղի, նիխտ կոյուղի։ Հիմա ստեղ հարցը Ռաֆայելը չի։ Հարցը 30 տարվա մեջ մեկը կարար գնար։ Facebook-ի դարում ենք ապրում։ Facebook-ում լայվ աներ։ Սաղ շենքի ժողովուրդը 25, 30, 40, 100 հոգի կապ չունի։ Կանգներ, մտնեին լայվ։ Առանց հայհոյանք, առանց մուննաթ, առանց պաթոս։ Հարգելի քաղաքապետարան ջան, մենք էս ինչ հասցեում ապրող բան կոյուղին sense կսարքեն ժոջան, հավատացնում եմ ձեզ։ Ասեմ ավելի նախկին իշխանության օրոք է կսարքեն, այստեղ Նիկոլ ու Սերժ ու Քոչարյան ու Լևոնի հարց չի։ Այստեղ հարցը անհատի հարցն է։ Անհատի հարցն է, որ միշտ պիտի գտնվի մեկը, ով որ կազմակերպի այդ ամեն ինչը։ Եվ ինչպես ասում էր դասականը, եւ այդ մի մարդը դու ես։ Իրոք։ Եվ այդ մի մարդը դու ես։ Նկարն եմ ուզում գտնել, որտեվ դա հուշ եմ պահել։ Հուշ, բազմո, ահա։ Էսա։ Ովքեր դիտում են Facebook-ով։ Բազմոցը փոսի մեջ։ Որ չգային ընկնեին մեջը։ Էտա։ Բայց սարքեցին հետո։ Եվ այսպես շարունակ, Ժորժան, հայրենասիրության ճիշտ չափանիշը օգտակար ու գեղեցիկ կյանքով ապրելն է։ Սա էլ մյուս նկարն է։ Մուտքը առաջին օրերը սա որ եկել եմ Հայաստան, ահա։ Մուտքը վարպետները կանչել են, կազմակերպել ենք։ Ամբողջ շենքի մուտքը դնում ենք փակ դուռ։ Ամեն մեկը իր կոդը հավաքում է, մտնում է տուն, վայ մենք կոդը չենք կարա հավաքենք, բանա մի քիչ խնդիրներ կար որոշ մարդկանց, այդ լուծվեց։ Հիմա բոլորը վայրապետյան ապրես, ամեն տեղ փորձի ժողովուրդ ջան, մանավանդ Հայաստանի իրականության մեջ։ Այսօր հերու չգնամ, այսօր շատ ոնց ասեմ, անբացատրելի մի հատ իրավիճակ մեգա միլիարդանոց բիզնես ենք մտել։ Միլիարդանոց Հայաստանի առաջատար բանկերից մեկն է, էլի էս պատմությունը պատմում, բայց այսօր էլ որ մտանք էկրանը որ գրում է թիվը, որ համարի հաճախորդն է, որ պատուհանին մոտենաց, դրված է կողքի սենյակում, որտեղ ընդունարանը չի։ Այսինքն մարդիկ նստում են ուրիշ սենյակում, բազմոցներ դրած, սառը ջուր դրած, անձերոցիկ, բաժակներ, մեկ անգամյա օգտագործման, գեղեցիկ է, մաքուր է, մի հատ այնտեղ կանսիերժ, բոլորը կան։ Բայց կտրոնը քաշես նստել ես, որ ծնգում է, որ հիմա պիտի բոլորը վազում են կողքի սենյակ, նայում են էկրանին, մեր համարն է, թե մեր համարը չի։ Հիմա հարց։ Նոր չի։ Տարին է, ասեն, տարի ու կես Հայաստանում, տարի ու կես այդ բանկից եմ օգտվում։ Մենեջերին եմ ասում, լսեք, մի հոգի, այսքան ես հոտը վազում են ընդե։ Մեկն ու մեկիդ մտքով չի անցե $50,000 ես կտամ։ Էկրան բերեն կախեն, ստե ասեն Ռաֆայելն է բերե կախե։ Ամոթ չի։ Հայաստանի թիվ 1 բանկերից մեկ բանկ ենք խոսում, Պերաշկյանոց չի, էլի որ ասեմ արա դե չկա։ Տարական բաներ։ Ու մանրուքներ։ Ու գանձին եմ պատմում, էլի, ասում գիտես ինչն է խնդրեմը։ Ամեն ինչի բացատրություն ունի մեկ բառ, կոչվում է training։
training. Ես որ նոր Ամերիկա եք երեխա ասել եմ 1000 գործ եմ արել 1000 գործ ու երբեք չեմ ոչ ամաչում եմ ոչ թաքցնում եմ ոչ բան հավաքարից սկսած մատուցողով վերջացած ինչ ասես արել եմ ուսանողը պետք է վարձս տայ բա ով պետք է տար վարձս 3 շաբաթ տրեյնինգ էր ամեն գործի համար գործն է ինչ գործ էս վերցրա տարանդե դիր կամ էսի վերցրա տարանդե լվա Վերջ 3 շաբաթ տրեյնինգ էր ամեն մեկը ոնց բռնես ուր տանես ինչը բան այդ բրծար մյուս իրը որտեղ դնես դա կոչվում է կազմակերպվածություն իսկ մեզ մոտ տենց չի ով որ կարաս էս բան օքեյ լավ արի արա բան տենց ոնց կլինի բուրգեր բան եմ բացել այսօր Հայաստանում բացվել է Wendy's fast food-ը այսօր լանչին ասցինք մոտիկա մեզ հյուսային պողոտա երկու քայլ ասցինք գնանք Wendy's իջել ենք այդ Արամի փողոց չհասած ձեցկի միրներ առաջվա չէ այդտեղ այդ Wendy's-ն է ամերիկյան հայտնի բուրգերանոցը Wendy's-ը մտել ենք հերթը բան այդ հերթի մեջ աչքի են ընկնում հավաքարարները ամենայն հարգանքով մակրության պատասխանատուներին ես որևէ բան չեմ ասում բայց այ մարդ ասում եմ ոնց կարան այսքան ակնառու լինեն ամեն քայլին պոլիպեդով բանով sense լվում են այսինքն արդեն կոտրվում է այդ բանը Ամերիկայում այսքան տարի ապրել ենք մակրության այդ մակրուհիներին կամ հավաքարարներին էլի ամենայն հարգանք չենք տեսել այդ մարդիկ ոնց են մակրում չես տեսնում Ստեղ հաց ես ուտում բուրգերը բեր այդ մեջ գալիս է ոտերի տակ թաց այդ շան հոտով տրապկով սրբում է հարց է որտեղ տրեյնինգ չեն անցել այդ մարդիկ չեն անցել Ես չեմ հիշում մի օր միտե գնամ sense դույլով կեղտա ջուրը ձեռը չգա ոտերի տակ չսկսի մաքրել այտենց ոնց կլինի Ես անգամ աշխատել եմ այն խալիների մեքենաներ կա որ քշում ես խալին ես մաքրում անգամ այդ եմ քշել համասարանական տարիներին Յուտա Վալեին որ սովորում է այդ վակյում քարն էի քշում մեծ բաներ 2000 Մի խոսքը 1000 տարի առաջ երեխա ժամանակս է բան բան պիտի քշեր 1000 ժամ Ստիվ էր անում այդ Ստիվը 1000 ժամ ինձ ցույց էր տալի այդ անտերը ոնց խոտած ոնց գնաց գաս գիշերը ժամը 2-ին Բա ախպեր ջան բա տրեյնինգը բա հենց այդ է որ մարդկանց ամեն բնագավառում ճիշտ գործունեություն ծավալի Ռադիոյի քաստինգը ասում է հաղորդում եք սկսում շատ ուժեղ ձայներ գտանք եւ այլն բերեցինք հեսա բարի լույս ենք սկսում եւ այլն բան առաջի օրը մտանք եթեր տրեյնինգի ասես բարև ձեզ հարգելի բարեկամներ բարև ձեզ իմ քթածակով ժողովուրդ ասեց առաջի րոպեին գժվեցի միկրոֆոնը անջատել եմ ու էլ կապ չունենք ոնց կարող ես եղբայր դու առաջի անգամ մարդիկ քեզ լսում են ինչ քթածակ հասկանում այս սա է որ չեմ կարող ես հասկանամ Դու ես ներկայանում ես քո անունը, քո առաջին բանը դու ասես քթածակով ժողովուրդ կներեք ես բառը ստիպված եմ կրկնել, բայց էսա։ Այ, մի պրոբլեմ շենքում լինում է, ամեն մեկը սպասում է, որ ուրիշը կահազանգի, նստած սպասում են։ Կոյուղին ավարիա է եղել, թափում են շենքի տակը, հոտ ընկած ոչ մեկ չի շարժվում, Անահիտ Բալուլյանն է ասում։ Դե տիկին Անահիտ, ինչ ասեմ, լավ չի։ Իմ կարծիքով դա գալիս է էլի դպրոցից։ Մեզ դպրոցում չեն փոխանցել այն զգացումը, որ դա քոնն է։ Ժվանեցկին դեպ իմ ամենասիրելի հեղինակներից մեկը ես վերջերս էլի թերթում էի մեծ են Ժվանեցկու մտքերը Ֆանտաստիկ մարդ է, ասում քանի որ մենք բոլորս սովետից ենք, մենք կարողա ես չեմ ծնվել, իմ սերունդը չի ծնվել այդ տարին, բայց մեզ դաստիարակել են այդ մարդիկ։ Ոչ լավ, ոչ վատ, այդ մարդիկ, այդ համակարգի։ Ու այդ համակարգի արժե համակարգը եղել է ընդհանուրը, համընդհանուր է։ Համընդհանուր, կոլխոզ, չգիտեմ բան, իսկ Ժվանեցկին ինչ է ասում, ասում է, եթե մի բան համընդհանուր ալբեմ ոչ մեկինը չի, աստված իմ, ֆանտաստիկ մտավորական է, այտենց մտավորականներ են պետք, ոչ թե մասի սրտումս մի հատ մեկը կար է, տեսա Facebook-ում եթերալ, երգում ու լացում, ասում է, խի ես լացում, ասում է, ինքան մոտ եմ ես, բան ու բանա պատմում,
այս sense քանդել ենք մեր տունը։ Պաթոսով, շողա, կիլիկիա, ու լացումա, մխկտումա։ Ցավը տանեմ Կիլիկյան 1300 թվից էլ մերը չի, հանգիստացի մորգուր, հանգիստ, լավ չի, այ որ քո նման մի քիչ մտավորականներ լինեին, քիչ մխկտային, կարողա մերը լիներ։ 1300 թվից մերը չի։ Հանգստացեք էլի, հանգստացեք։ Ոնց անենք, որ Ղարաբաղը չկորցնեինք, երբ որ 30 տարի մերն էր։ Այ դրա համար մխկտա։ Ոնց անենք, որ այս մի բուրը պահենք, Սյունիքը չկորցնենք, դրա համար մխկտա։ Կամ ավելի ճիշտ մի մխկտա, գործիր, որ չլինի։ Հայրենասիրության ճիշտ չափանիշը օգտակար եւ գեղեցիկ կյանքով ապրելն է, ուրիշ ձևաչափ չկա ու չի լինելու։ Ջորջ Մելիքը գրում է Ռաֆայել ջան, հաճախ այդպես են անում, որ թեյավճար ստանան։ Չէ, այստեղ թեյավճարի բան չկար, հարգելիս։ Ինձ թվում է, որ ամեն ինչ անգրագետ լինելուց է, Գոհար Կարեյան։ Դե գուցե ոչ անգրագետ, այլ սխալ արժե համակարգ։ Մարդ կարող լինի շատ կրթված, կիրթ լինի, կարդացած Բուլգակովը գիտի, Դոստոևսկի, Չեխով, Լերմոնտով, Շիլկունչիկ բալետնա նայել Ազիզ ջան, շատ կիրթ, ես գիտեմ պես մարդկանց, բայց պաթոս։ Իսկ պաթոսը չարիքների չարիքն է։ Այդ որ ասում եմ, կիլիկիա, կրթված կինիկա, կրթված։ Հաստատ մի քանի լեզու գիտի, կոնկրետ ում մասին խոսում եմ Գերմանիայում Մի խոսքով Գերմանիայի Gruppenführer ընտիրա։ Անգրագետ չի, չես կարող ասել անգրագետը, կամ անկիրթ չի անգամ, կիրթ է։ Բայց պաթոս, այդ որը մնացած ապնեական չի։ Մնացած էական չի, որ ասում ինքը շատ լավ մարդ է, բայց նարկոման է, այդ լրիվ այդ վիճակն է։ Այդ լավ մարդը որն է, որ ինքնատիրապետում չունի, կարա կարիքի մեջ լինի, դանակը սիրտդ գողի։ Հիմա նույնն էլ էսա։ Դրա համար պաթոս։ Դպրոցը ազատում ենք պաթոսից։ Ես վստահ եմ դրանում, համալսարանում էլ երեխեքի հետ շփվում են, բան գնում են, գալիս են եւ այլն, բա վերջապես որ ասում եմ նշանակետին։ Այս ժուրնալիստիկայի ֆակուլտետ կամ ռադիոյի բնագավառը ծրագիր։ Չնայած վայ է գատանի է ծրագրի տիրապետողներին, բայց էլի գործի մասին են մտածում։ Հստակ, որովհետև գիտեն, որ գործը լավ անես, գործդ մասնագիտությունը լավ սերտես, լավ աշխատանք ունենաս, լավ կապրես, եթե լավ ապրես, բարեկեցություն ստեղծես, այդ ընտանիքում երջանիկ երեխեք կծնվեն, եթե երջանիկ երեխեք ծնվեն, երջանիկ մեծանան բարի կլինեն, բարի որ լինեն հասարակությունը առողջանա, մի խոսքով, փոխադարձ։ Ես մեր հասարակության մեջ ապրելով, ես վստահ եմ, որ մեր հասարակությունը որպես հավաքական մարմին ինքը բարի չի։ Բարի չի, որովհետև կյանք չի տեսե։ Մեղավոր չեն իրանք։ Մեղավոր չէ, որովհետև մեկը մի քիչ կայանում է, թվում է թե այ իմ հաշվին կայաց, այ եթե ինքը չկայանար, ես այդ իմ տեղն էր։ Փոքր սոցիումա։ Մեկը գործի համար 1000 տեխնացու է հասնում։ Այ ինքը տեղավորվեց, ինչ չմնաց։ Ինքը չի մտածի, որ վայ մի րոպե, այս մարդը ճանապարհ է անցել, ինչ որ զրկանքների մեջով է անցել եւ այլն։ Չէ։ Ինքը հաջողեց, այդպես ինչի ես չկարողացա։ Այդ իմ տեղը նստեց։ Ու դե սկսում եմ բախում, տեսար, հարևանը ավտո առավ, բան ու այն անեկդոտի պատմությունն է։ Դարդերս իբր քիչ էին, հարևանս էլ Mercedes առավ։ Այդ որտեղից է գալիս։ Դա չի եղել։ Այդ հավասարություն կոչվածից են բոլորը։ Չէ, դե լավ բան չի հանգեցնի։ Հիմա ընկերներ, ես մի քանի մեկնաբանություն կարդամ ու որպես ամփոփում երևի գրքից մի հատված, ամեն ուրբաթ ես մի փոքրիկ հատվածներ եմ կարդում ձեզ համար Հայ ամերիկյան օրագրից։ Այսօր եւս բացառություն չի լինի։ Gruppenführer-ը Անահիտ Բալամյանը ծիծաղելու սմայլիկ է դնում։ I love your simple explanation of everything. Սեդա Արուչյան ասում։ Տիկին Սեդա, thank you so much. Շնորհակալ եմ։ Simple explanations. Պարզ բացատրությունները։ Հուսամ, տիկին Սեդա։ Հուսամ։ Բրավո Ռաֆայել ջան, Նայրա Ազոյանը, շնորհակալ եմ։
Տիկին Ազոյան, հաճելի է։ Տիկին Մադլեն Աբրահամյան ուսուցիչները պիտի ուղարկեն training-ի։ Դե թող գնան։ Տնորենն է ասում անընդհատ մաքրի, մի անգամ գնացինք Յուքոմ հեռախոս գնելու, մաքրուին եկավ հեռախոսների մոտ մաքրեց, ասես թող չորանան, նոր մոտեցեք նայեք։ Շատ լավն է Աննա Ղազարյանն է ասում, հարգելի Աննա, այո։ Դե որ հետո տնորենն էլ տնորեն չի։ Այդ տնորենի տրեյնինգն էլ է պետք, հասկանում ես, այդ ամեն ինչը փոխադարձ է։ Ամենը փոխադարձ է այս կյանքում։ Զանգ ունեմ, օքեյ, տեսնեմ ով ինչ է ասում, բարև ձեզ։ Hello։ Բարև ձեզ Ռաֆայել ջան, ինչպե՞ս եք։ Լավ, հարգելիս, դուք ինչպե՞ս եք։ Լավ շնորհակալություն։ Ֆրիվեն ազատ գնում եմ այնքան լավ է։ Հա, այս ինչ հաշիվ է, ոնց թե հանկարծ ազատ, ո՞ր ֆրիվ։ Չէ, մի քիչ առաջ շատ վատ էր, հազիվ մի տեղից փախա, բայց դա չի կարևորը։ Ես ուղղակի գիտեք ինչն է այդ արխիվ, որ միշտ այնպես հիշացնում եք, ես հենց այդ առաջի այդ մեր սուրբ նախադասությունը, որ ամենտեղ դասարաններում գրած են, ամանավանդ հայաստանի դասարան, եթե հիշեք, իմ ժամանակով իհարկե դեր ժամանակ չգիտեմ իմանալ Զբանս հանճարոյ։ Այո։ Բնականաբար նախադասությունը արևմտահայերն երկրից է եղել, որ ինչ-որ ուսուցիչ մեզ երկրից է բացատրեր։ Որովհետև ես համոզված եմ, ոչ բոլորն էին հասկանում դասարանում, դրա միտքը, դրա իմաստը։ Ուղղակի ոնց որ այդտեղ դրած էր, որ պետք է էսի դենց վերև են գրատախտակի վերևում։ Իսկ այդ ինչն էին բացատրել, որ դա բացատրեին։ Ինչն էին բացատրել։ Դրա համար էլ դուրս եկավ, ինձ հիշում եմ փոքր էի, եթե հիմա մամաս ասում է, որ էս այդքան այվալ ամենի հիշեցին։ Ինձ մի օր ասեցին, այս բուլետինը կտանես, ես էլ ասի որ պետք է տանեմ պոչտա, հետո ծաղացին։ Ապա որ չգիտեմ, ո՞ր ես պետք է իմանալ այդ բուլետինը որ դե տան չգիտեմ, դեռ ժամանակ եղել է բուլետին։ Այո, դե հենց այդ է։ Ինչ էր, հետո դե գոնե հիմա որ AI-ը կա, գոնե միգուցե AI-ով սովորենք։ Հուսանք։ Հիմա չչարաշահենք, ես համաձայն չեմ չարաշահել, որտեղ այդ դեպքում եթե տենց լինի մենք հեռախոսների վրա, պետք է շատ չլինենք ամբողջ օրը, իհարկե ամեն ինչը ուտելու նման մի բան, ուտես, անընդհատ կուտես, բայց եթե մի քիչ չափի մեջ ուտես, դու ինքդ քո չափը, չափ հնարած չկա, դու ինքդ քո չափը պետք է իմանալ։ Ուտելիք կլինի, հեռախոս կլինի, չգիտեմ, ծախս կլինի, ծախսեր կլինի, բնականաբար ամեն մարդ ինքը իր համար ինչ-որ մի բան պետք է չափ որոշի։ Իսկ հիմա ինչ տեվա, կամ պետք է մտնեն այդ AI-ի մեջ, այն օր աղջիկը ծխնում ամ 3 հոգի ֆայնալի ժամանակ բռնվել են, որտեղ AI-ն է։ Այսինքն copy-paste են արել քննության ժամանակ, չգիտեմ ինչ։ Կարելի է չափավոր օգտվել, մի բան սովորել դրանից, դե որ պետք է տանք ամեն ինչ AI անի, դերը մենք իրեցանք ամբողջ օրը քնենք է։ Դե հա, հասկանալի է, ձեր ասացի պես ամեն ինչը չափի մեջ, էլի։ Ահա։ Սովորեին, մի բան սովորեին, իմանանք, ճանաչենք, չգիտեմ, հնարավորություն, ես հնարավորություն չեմ ունեցել ժամանակին համալսարան գնամ, եկել եմ ստեղ եմ գնացել։ Չգիտեմ, հնարավորինս ով իր չափը որ իմանա, թե չի հիմա մտնում ես ռեստորան, ծնողներ երեխեքի հետ եկել են ռեստորան, հաց են ուտում ամուսիններով իրան, զրույց են տալիս երեխեքները նստած են հեռախոսների վրա, կերակուր են ուտում եւ չգիտեմ մի բան նայում են, այդպես չէ, դուք եկել եք ինչ անեք, երեխեքին թողեք տուն հեռախոսների վրա, դուք մարդուկին գայեք ելեք։ Այո։ Այդ ամեն ինչը չափի մեջ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ հարգելիս, ես լավ որ մերսի որ զանգեցիք։ Լավ եղեք։ Շնորհակալություն։ 744 ընկերներ, շատ քիչ ժամանակ է մնացել, մենք 1 ժամ է մոտ զրուցում ենք։ Մինչ հարգարժան ռադիոլսողը կարծիքներ արտահայտում, ես թերթում էի հայ ամերիկյան օրագիրը, այդ հատվածն եմ ուզում գտնել, որը կարծում եմ շատ լավ ամփոփում կլիներ, եւ քանի որ ես միշտ ընթերցում եմ որոշ հատվածներ եթերից, այսօր եւս ուզում եմ որպեսզի բացառություն չլինի։ Ովքեր ունեն գիրքը 103-րդ էջից եմ այսօր ընթերցում։ Ովքեր չունեն, շատ են գրում, ստեղ էլ տեսա Սեյրա Ամալիա Սարյանն է ասում, Ռաֆայել ջան, հունվարին
Հայաստան եմ գալիս, որտեղից ձեր գիրքը գնեմ։ Հարգելի Ամալիա Սարյան, գիրքը sold out է։ Գիրքը վաճառվել է։ Շնորհակալ եմ էլի բոլորին, ովքեր գնել են, ձեռք են բերել եւ այլն, ստացել են, ընթերցում են, մեկնաբանություններ կա վաղը Արգենտինայի հերոստատեսության ուղիղ եթերում եմ լինելու առավոտյան, էլի գրքի մասն են խոսելու, աշխարհի բոլոր երկրներում ֆանտաստիկ, էլի հայերի մեր հրաշք ժողովրդի շնորհիվ sold out-ներ են։ Նոր խմբականակ կարծում եմ կլինի տոներից հետո, հուսամ ես կտեղեկացնեմ, ասեմ ավելին, բազմաթիվ հերոստատիտողների եւ ռադիոլսողների խնդրանքով եւս Լոս Անջելեսում էլի հանդիպում են պահանջում, մտածում եմ այդ ուղղությամբ, տոները մի հատ անցնի, մի հատ հասկանամ ինչ ոնց, գուցե տոներից հետո մենք հանդիպենք էլի հայ ամերիկյան օրագիրը գրքի շնորհանդես 2 ասեմ, ինչ խմբականակը բերեմ իհարկե հետս, բայց դրա մասին դեռ քննարկումները ընթացքի մեջ են, գուցե հանդիպելու առիթ եւս մեկ ունենանք։ Բարի։ Իսկ հիմա I got my book, thank you, Arax Հարտանով օգտատերն է հարգելի, շնորհակալ եմ ձեզ եմ շնորհակալ, ես ասեմ, հնարավոր չի մարդ գիրքը օրդեր արած լինի չլինի, որովհետև ֆանտաստիկ հերթեր են մանավանդ այս վերջին շրջանում, հնարավոր չի գիրքը օրդեր արած լինի, receipt-ը ձեր ձեռքը լինի եւ գիրքը չգա հասնի տեղ, բան չի թալանի աշխարհը, ինչ է չեմ հասկանում, ձեր ձեռքն է, օրդերը ձեր ձեռքն է, գալու է, միգուցե մի քիչ ուշ, մի քիչ շուտ, բայց բոլորը իրանց գրքերը ստացել են ու ստանալու են, բայց կարծում եմ արդեն բոլոր գրքերը եկել են, որովհետև արդեն մոտ 2 շաբաթ է երևի sold out է մենք էլ գիրք վաճառքի չունենք Rafael.online կայքում ամրագրումներ կան կարող եք ամրագրել Rafael.online կայքում եւ խմբականակը լինելու պես տոներից հետո նոր գրքերը ստանալ բայց հիմա հայ ամերիկյան օրագրից մի հատված ավանդույթները չխախտելով ու հանկարծ մենք սկսեցինք կարդալ ոչ թե գրեհիկ, անդաղանդ եւ վերջապես ապուշ գրականություն, այլ գրեթե գեղարվեստական։ Շատ տարիներ չեն անցել այն օրերից, երբ Facebook-յան օգտատերերը խնդրում էին, որ տեսանյութեր պատրաստեմ ու իրենց փոխարեն կարդամ գրածներս։ Երևի կհիշեք, մի ժամանակ այդպիսի մի շարք էի պատրաստում, երբ ընթերցում էի։ Հետո աճեցինք միասին ու հասկացանք, որ կարդալը անհամեմատ ավելի գեղեցիկ զգացմունք է։ Ես հատուկ չեմ շեշտադրում բառերը, ես չեմ ընտրում առոգանությունը ձեր փոխարեն։ Երկու անգամ չեմ ներկայացնում նույնը, այսա է հենց ինտելեկտուալ գրականությունը։ Ես տալիս եմ միտքը, գաղափարը, մեկնաբանում եմ էությունը, որն արդեն յուրաքանչյուր ընթերցող ներկում է իր հոգու գույներով։ Ոմանք վերցնում են սևը, մտքերը սպղծում են, ոմանք ջնջոցով սրբում են բառերս, իսկ ոմանք էլ վերցնում, տանում են իրենց։ Տարեք, անուշ լինի, բա իհարկե, այ դա է ստեղծագործողի առաքելությունը, հավաքագրել հասարակության մտքերը եւ ֆիլտրել, վերաշարադրել, ասել այնպես, որ կարծես ամեն մեկի միտքն ես կարդացել։ Իսկ ում չեն հուզում հարցերը, որոնք տարիներ շարունակ բարձրաձայնում եմ եթերում, քաղաքականությունից մինչև արվեստ, պատմությունից մինչև մարդկային փոխհարաբերություններ, բա աշխատանքը բարդ է, այն էլ եթերում։ Հաճախ այս ամենը համեմատում եմ Երուսաղեմի լացի պատի հետ, երբ հավատացյալները գալիս են, խոսում են իրենց խնդիրներից պատի մոտ, իսկ դիմացը լուռ անձայն մռայլ պատն է։ Հաճախ եմ մտածում, թե ով է հենց հիմա կարդում գրածս, ով է լսում եթերս, ինչ է մտածում, ինչպիսի ճանապարհ է անցել այդ պարոնը կամ տիկինը, ճանաչում եմ արդյոք նրան, դիպչում են արդյոք մտքերս նրան, թե ոչ։ Մայրս ասում է, որ ես շատ բարդ եմ գրում, իսկ ես հակադարձում եմ, որ հայերի մասին գրելը հեշտ չէ։ Ախ, եթե դուք իմանաք, թե ինչ ոչրագործություն են իրականացրել մեր շատ մտավորականներ այս դարերի ընթացքում, իհարկե ոչ բոլորը նորից, թե որքան են մեզ երես տվել, որքան են մեզ գոռոզացրել, լճացրել, ստրկացրել անգամ, եւ այս ամենի հետ բարոյական հաղթանակների դափնիները տվել մեզ ոչ մեկից չգերադասելու պատգամը, գիքորի հոգեբանությունը, ծաղիկ կովի պես քարշ են տվել մեզ ձորերով ու դարերով, անեծքով աղոթած աղը դրել են բերաններս ու հիմա պիտի զարկեն գետնին, բայց մինչդեռ
մենք կանգուն ենք մեր լեռների պես, եւ միայն այստեղ է բարձրիկ սևանում, երկինքը իր ջինջ պատկերն է հանում, իմ նոր հայրենիք, իմ հզոր հայրենիք։ Այս տասնամյակների ընթացքում բազազ արտեմները հասան կառավարություն, զիմզիմովները ազգային ժողով։ Ինչպես կարող էր մեր ազգային գլխավոր վեպը Ռաֆու Սամվելը քարոզել ծնողասպանություն եւ մենք դրա հետ նորմալ ենք։ Շատ նորմալ։ Այն էլ հավատի հողի վրա։ Ինչու պիտի Մեքսիկ Մարկեսը, Գարսիա Մարկեսը խոսի համամարտկային բարձր գաղափարներից, համամարտկային արժեքներից, որոնք վեհացնում են մարդու հոգին, իսկ քրիստոնյա հայ ժողովուրդը իր ազգային վեպում պետք է քարոզի, չքարոզի, բայց ցույց տա ծնողասպանությունը, այն էլ հավատի հողի վրա։ Ես ինչպես բացատրեմ Բալզակ կարդացող ֆրանսիացուն, որ մայրս կրակապաշտ էր, կամ Հեմինգվեյ կարդացողին ինչպես բացատրեմ Աղթամարի պատմությունը։ Աղթամարի, ինչպես ասեմ դա։ Ոնց ասեմ, որ գիշերը տղան լողալով կտրում էր լիճը, որ սիրած աղջկան տեսնի, որովհետև ծնողները դեմ էին, բայց ինքը մաքուրով էր ուզում այդ աղջկան։ Իդեպ, ինձ համար այդ պատմության, Աղթամարի պատմության գլխավոր հերոսը, եթե կուզեք էշ նահատակը, հենց այդ տղեն էր։ Այդ տղեն էր, ում անունը մենք անգամ չգիտենք։ Աղթամարի մեջ հերոսը տղեն էր, ժողովուրդ, ով որ սխրանքի էր գնում։ Մեր պոետ եք ասում, վիպասանու նովել եք ասում, այս մուզիկան անջատվում դեռ կան։ Բացատրեք այս մարդկանց, ասեք, ախպեր ջան, այս տղեն է հերոսը, ում անունը չգիտենք։ Աղթամարի հերոսությունը ո՞րն անդե կայնում էր իր համար։ Հետո գնաց մարտի ու ունեցավ ворտի, գդակը պոպոզ անունը մռդո։ Այդ չէր։ Այս տղեն էր ամեն օր վանալը ճիծովի ափին, ծով էր մտնում սառնորակ, այդ չէր այդ տղեն։ Մեռավ գնաց, բարձ։ Այդ տղու արցանը պիտի դնեին այսպես ձեռը ծովից հանած։ Քայլող մարդու արցան են դրե։ Ներվախ ախտալու մարդ։ Ընդհանրապես Ռոմեո Ջուլիետին ընթերցող, Շեքսպիր ընթերցող մարդուն, ես այս այլանդակ այս Աղթամարի պատմությունը ոնց բացատրեմ, հա? Բարերի ընտրություն անգամ չունենք, բարերի ընտրություն։ Ություն։ Ընդհանրապես մենք ություններից վատ ենք։ Դատեք ինքներդ, արդարադատություն, հանրապետություն, նախագահություն, կառավարություն, արա, ություններից վատ ենք։ Եթե ուզում եք չքաղաքականացնեմ, ասեմ, նույն վիճակն է, նույն ձևի, նույն ձև։ Ճարտարապետություն, շինարարություն, գրականություն։ Միակ ությունը, որտեղ փայլում ենք ու չենք հանդուրժում որևէ մրցակցություն, դա ցեղասպանությունն է։ Էտա, մեր սիրելի գործը։ Այո։ Եվ ում էլ որ հանկարծ ասես հայ ես ու աշխարհը մեզ ճանաչում է, միայն դրանով է ճանաչում, հիմնականում։ Ասես Արմենիան, ասում վայ, հա, ցեղասպանություն։ Ունենց լավ ենք զգում դրանից, չգիտես։ Ես օրինակ ամաչում եմ։ Ինձ որ ասում հա դուք բան եք, survivor եք, ասեմ ախպեր։ Մի ասա տես բան։ Ես հայ եմ։ Աշխարհի հնագույն քաղաքակրթության ներկայացուցիչներից մեկը։ Տենց է պետք ճանաչել հային, որպես հնադարյան ժողովուրդ, ով որ հազարավոր տարիներ ապրել է այս աշխարհագրական դիրքում։ Չի փախել Իսպանիա, հետո Պորտուգալիա, հետո հող են նվիրել եկել է հետ, ոնց որ միատուրի ժողովուրդ կա, մենք հազարամյակներով լավ ա եղել, վատ ա եղել, կոտորած ա եղել, երկրաշարժ ա եղել, հրդեհ ու կոմունիզմ ու օսմանցի, մենք ստեինք ապրել։ Դա փաստ է։ Մի քիչ, վաղ ա եղել, մի քիչ շատ, վաղ ա եղել ընդհանրապես համարյա բան չի մնացել, բայց հայկականություն եղել է, կոթողի տեսքով, մի բանի տեսքով։ Դպրոցն ա մեղավոր, որ ասեմ արժե համակարգ դպրոց։ Սփյուռքի մեր ավանդական կուսակցությունները հային ներկայացնում են մենակ ցեղասպանությամբ։ Ինչի՞ որտե փող կա անդե, բայց այդ դրա մասին չեմ խոսում։ Ություններից։ Եվ ում էլ աշխարհը մի քիչ ճանաչում է, իսկ աշխարհը ասելով նկատի ունեմ հիմնականում հետխորհրդային երկրները, սովետի օրոք, ասենք Բաբաջանյան, Խաչատրյան, Համբարձումյան, Փարաջանով ապրել են այդ ժամանակներում։ Իսկ Շարլը այդպես էլ կմնա Շարլ Շաղնուր, եթե Ֆրանսիայում չծնվեր։ Այդ մարդը
դարձավ Շարլ Անznավուր, որովհետև Ֆրանսիայում ծնվեց, մեծացավ։ La bohème, Փարիզյան սրճարանները նրան ստիպեցին թաշկինակը հանել սպիտակ, նրբությամբ սրբել ձեռքի մատները ու երգել որովհետև եթե հանկարծ ստեց ծնվերը թաշկինակը քրտինկը կմաքրեր ջան աղբերս երկի տակ չեր կարա ուրիշ ձև լիներ հայ բանում ուր ասեմ որ չնեղանան էլի հիմա ինչ ասեմ այն թափ նոր այն թափ այն որ կանալիզացիայի հոտ է գալի այդ այդտեղ ապրեր ու երգեր լա բոյեմը չեր երգի չեր կարած լա բոյեմը բառը չեր կարա չեր իմանա ոնց որ եւ մեծ մասը Խաչատրյանը Թիֆլիսում մեծացավ որ սուսերով պար գրեց ու Սպարտակ կարացավ գրի Բաբաջանյանը Մոսկվա ու Սանկտ Պետերբուրգում սովորեց որ կարողացավ Վերնի мне մուզիկու без մուզիկի տասկա չեր կարա ուրիզև Օրբելյանը ինչ գրեց էլի աշխարհ գնաց մանեկա որ գրեց կամ Կոմիտասը Ինչ տեսել են այնը գրել են վայ էսա բաներ մի խոսքով գնացինք առաջ Էսենց լա բոեմը անամոթություն է ուղակի բայց ճշմարիտը այն է որ այնտեղ որտեղ չկա ություն մենք հաջողում ենք հիշում եք չէ գիրքը կարդալուց ասել ություններից վատ ենք որտեղ չկա ություն մենք հաջողում ենք օրինակ շախմատություն չենք արել շախմատ հաջողում ենք ծանրամարտ բոքս Այ մարդ, բաշինարար ժողովուրդը ցեմենտ բետոնը իր շենքերի ֆունդամենտից կհանի։ Բաշինարար ժողովուրդը իր պատմամշակութային շենքերը կքանդեր։ Բա կոմիտաս ծնած ազգը կլսեր այս, ինչ ասեմ, բարբաջանքը, որ միլիոնավոր, տասնյակ միլիոնավոր դիտումներ ունի։ Բա, էլ սա չեմ ասում։ Ոչ։ Բա Փարաջանով տված մարդը կամ մարդիկ այսպիսի սերիալներ կնկարեին Ներսիսյան տված ազգը բազմոցին նստած այսպիսի տեսարաններով, սյուժեով սցենար կգրեր այ մարդ Թումանյանից ամաչեք Որ մեկն ասեմ Եվ ամենացավալին ավարտելով մտքերս բա 700 տարի պետություն երազած ազգը այսպիսի պետություն կստեղծեր պետություն, մոռացա, մենք ություններից վատ էինք Դե լավ, մտածեք ասածների ուղղությամբ մնացածը գրքում կարող եք ներկայացնել Այսքանը իմ հրաշք ժողովուրդ, իմ հարգելի հայեր Միջոցառումն էլ շատ հետաքրքիր անուն ունի, հայ ամերիկյան օրագիր է Գնանք առաջ Ու դարձյալ երեկո է Մեզ ասում են, սա թամիշ է Որտեղ որպես հեգնանք իրականանում են մեր երազանքները Հայրենիքը գենի մասն է, որտեղ մեր աստված Գիշերվա անդորը Սա կյանք պաշտող, բայց և կյանքը արհամարող ժողովուրդ Եվ Կալիֆորնիայի սենատը հանդես եկավ մի շատ գեղեցիկ հարգանքի ու գնահատանքի հավաստագրով